Շասրերներ հայտնության քիրքի ընտանիք մենք հասած ենք 21-րդ գլուխը գշնորհավորեմ բոլոր անոնք որոնք մեր հետ մնացին եւ սորվեցան եւ պիտի սորվին Ֆարեր Պիտեր Արև Գարին, ինչպես եք։ շատ լավ եմ շաբթվա մեջ շատ մարդոց հանդիպեցա եւ բոլորն կգնահատեն եւ շատ գոկտվին եւ շատ բաներ կսորվին եւ շատերը նույն բանը ասին Պիտերին պիտի գարոտնանք ես ալ հետեւյալը ասի Նկարի եսած սեզի։ Ես ասի, ետ գրկնեցեք, ետ մդի գրեք, անգարելի է որ ամեն բան գրնակ հիշել։ Ուրեմն հուսամ լավ ես, Շատ լավ եմ, Փարք Տիրոջ։ Փառք Աստծո։ Ուրեմն մենք այսօր 21-րդ գլուխն է որ պիտի սկսենք։ Գուզես սահի գտնել որ կարդամ։ Այո, ամիջապես անցնենք Սալիին եւ Գարձեմ բացվեց։ Այո։ Ուրեմն 21-րդ գլուխ մեգեն 4 համարները նոր երկինք ու նոր երգիր։ Ահա նոր երկինքը եւ նոր երգիրը տեսա, վասնզի առաջին երկինքը ու առաջին երգիրը անցան եւ ալ ձով չգար։ Սուրբ քաղաքը նոր Երուսաղեմը տեսա, որ երկնքեն աստուծմեգիչներ իր էրգանը համար զարդարված, հարսիմը պես պատրաստված։ Ու երկնքեն մեծ ցայն մը լսեցի, որ գսեր. ահա Աստծո խորանը մարդոց մեջ, անիկա հոմ պիտի փնագի, եւ անոնք անոր ժողովուրդը պիտի ըլլան, եւ Աստված ինք անոնց հետ պիտի ըլլա, իբրև անոնց Աստվածը։ Եվ ինք անոնց աչքերեն բոլոր արցունքները պիտի սրբե, եւ ալմահ պիտի չլա, ոչ զսուկ, եւ ոչ աղաղակ, եւ ոչ ցավ պիտի ըլլա ասկե հետո, վասնզի առաջվան բաները անցան։ Այո, ուրեմն ամիջապես անցնենք մեր սլայդերում։ Շատ խանդավառված եմ այսօր, որով վերջապես հասանք այնտեղ, որ մենք ընդհանուր պատկերը տեսանք հայտնության քիրքի մեջ, որ ինչպես Աստված հին բաները պիտի կործանե եւ նորը պիտի ստեղծե եւ հաստատե, բայց ոչ միայն աշխարհի մեջ հին բաները պիտի կործանվին, այլ մեր սրտերում մեջ։ Ուրեմն երբ որ մենք կգարթանք Աստվածաշունչի մեջ Պողոս Արաքյալ գսե Կորինթացիս քիրքի 5-րդ գլխուն մեջ, առաջին Կորինթացիս, գսե մենք նոր արարածներ ենք։ Անշուշտ մենք նոր արարածներ ենք, բայց թեր հին մարմինի մեջն ենք։ Բայց Աստված եւ Պողոս Արաքյալ մեզի կներկայացնի իբրև նոր արարածներ, ֆիզիկապես նույնն ենք։ Հիմա մենք պիտի տեսնանք, որ այդ ինչ որ Պողոս Արաքյալ գխոսեր, որ նաեւ մեր սրտերում մեջ, մեր հոգիի մեջ, մեր մտքի խորհուրդներում մեջ նորոգված ենք մեր միտքով։ Եվ այս նոր երկինք, նոր երգիրը, որ գտեսնանք, նորոգությունն է, որ հարս եկեղեցին Իսրայել իր ժողովրդին, որ մենք ենք, ամեն ցեղել լեզուի ազգի մնացորդը, մեզի գմակրե որտեղ։ Եվ անցյալ անգամ որ մենք սերդեցինք 17-18 գլուխը մենք տեսանք, որ մեր մեջը ոչ միայն Թուրսի Բաբելոնը կքանթվի որ, այլ մեր սրտի մեջի Բաբելոնը կքանթվի որ։ Մեր սրտի մեջի այդ Բաբելոնի մշակույթի այդ սերը աշխարհիկ բաներուն դերը օրիոր կքանթե որ իր խոսքին միջոցով իր խոսքը Երեմիա մարգարեն գսե մուրջի նման է եւ մեր սիրտերը երբեմն գարձացած գտան երբեմն այնտեղ գուրքեր կան երբեմն այնտեղ բաներ կան որ ավելի կսիրեն քան Աստված անոնք մեկ Աստծո խոսքին մուրջով գփշրվի կքանթվի որքան մենք Աստծո խոսքին լույսին կմոտենանք ենթարկվենք դեր այդ կորձողությունը գնե եւ ինքը մեզի կսրբակորձի, ինքը մեզի կմաքրի, ինքը այդ կուրքերը կքանթե եւ Բաբելոնը կկործանվի եւ մենք ալ եւ բոլոր սուրբերը մեր հետ ինչ կերքենք 19-րդ գլխուն սկիզբի համարներում մեջ տեսանք հալելույա ամեն, հալելույա ամեն, հալելույա ասել է Փառք Աստծո ամեն նա թողլա ճշմարիտ թողլա ճշմարտությունն է այսպես հինը կքանթվի եւ մեծամեծը մեր դեր Աստվածը նորը կշինե այսպես երգը կա այո շատ կսիրեմ այդ երգը ուրեմն հինը կքանթվի եւ նորը կշինե ոչ միայն արտաքին օրեն այլ մեր հոգու մեջ մեր
սրդերում մեջ եւ այնտեղ են կսկսի եւ որ մենք արտնության մասին կխոսենք ուզենք որ արտնությունը լա տարբեր անձերու մեջ տարբեր մշակույթի մեջ ազգի մեջ եւ այլն բայց արտնությունը ճշմարիտ արտնությունը կսկսի ինձ մեզ մեր սրդերեն եւ որ այդ հինը կքանթվի մեր սրդի մեջ միան քարնուկը միան դեր Աստված միան Հայր Որդի եւ Սուրբ Հոգին այնտեղ մեր սիրտի աթորի վրա կնստի եւ գիշխե այնտեղեն մեր վրա անհատապես ինձ մեզ սկսելով այն ադեն կսկսի դրսևորվել մարմնավորվել իմ շրջապատի մեջ նորը նաեւ այս երկրի վրա ինչպես երկինք so այս ինչ որ երկնային բաներու մեջ կլա որ նոր երկինք նոր երկիր նոր Երուսաղեմ պիտի տեսնանք նաեւ հիշենք որ այս բոլոր այս կորձողությունը գլա որ մեր սրտերու մեջ միևնույն ժամանակ որ կկարտանք Կորանը համար այս մարգարեությունը ոչ միայն ապակայի համար է այլ ներկայիս համար է ինչ որ մեկը սկիզբեն որ նորը սկսան գսինք երանելի են անոնք որ կգարտան գլսեն սիրտին մեջ կբահեն այս սիրտը պիտի քանթվի հինը եւ նորը պիտի կառուցվի այս մարգարեության քիրքին խոսքերը քանի որ ժամանակը մոդ է եւ ժամանակը մոդ է որով ով որ կսկսի այս բաները գարտալ արդեն մոդ է իրեն համար որով իր մեջ նա այդ կորձողությունը կգադարվի որ ոչ միայն իր շրջապատի մեջ ուրեմն հին երկինք երկիրը դեսանք 20-րդ գլխում մեջ որ ոլորվեցավ քանթվեցավ Պետրոս Արաքյալն գխոսի իր նամակի մեջ գրագով գվարվի ամեն բան կգործանվի որ հինեն է այս ոչ միայն աշխարհի մեջ պիտի լա վերջնական օրեն Քրիստոսի երկրորդ քալուստին այլ մեր սրտերու մեջ նա կկատարվի որ հինը կքանթվի որ անընդհատ կայրի որ կգործանվի որ եթե թույլ կտանք որ խոսքը այդ խոսքին գրագով մաշով գրագի ասված մեզ մաքրե սրբակորձ է եւ նորը դերը կստեղծե որ նոր երկինք նոր երկիր եւ այս նոր երկինք նոր երկիր հինը գերանա որ նորը կհաստատվի որ այլևս ձով չի գա գսե մենք տեսանք որ այդ ձովը խռովություններն էր ժողովուրդներում մեջ 17-րդ գլխում մեջ որ կարդացինք տեսանք որ այդ ձովը 17-րդ գլխում անոնք որ գուզեն իրեն քրերջը նայել 17-ը գլխում 15 համարներ ուրեմն այդ խռովությունը այդ ամեն այդ խռով վիճակը կքանթվի որ եւ այսպես տրախտային վիճակը կկառուցվի որ նայ որտեղ արյուծը քարնուկ այստեղ մեկտեղ կտեսնենք միտքը այն է որ այլևս թշնամություն չկա խռովություն չկա խաղաղություն միայն ներքին եւ արտաքին այս վերջնական օրեն եւ որ դերը երկրորդ անգամ կա անշուշտ ամեն բան նոր պիտի բայց նաեւ մեր սրտի մեջ հիմա այդ թիրքին մեջն ենք ամենքս գրնալ երբեմն դուրս գելենք այդ թիրքեն երբեմն իդ կուքան կանխում ունի որ Սուրբ Հոգին մեջը կքալենք որ թե մարմնավոր կքալենք որ եւ ամեն հոգեվոր նույնիսկ հավատացյալ եւ հասուն վարյանը գրնա մեր թիրքը փոխվի ինչպես Պետրոս Արաքյալը գիտես մեկ վարյանը սավ թուն Քրիստոսն ես թուն Աստծո ես Հիսուսը սավ այս մարմին եւ արին քեզ չհայտնեց այլ իմ հայրս որ երկինքն է մի քանի րոպե վերջը սավ եւ որ Հիսուս ես պիտի երթամ Երուսաղեմ Պետրոսը սավ քավլիցի ես քեզ չեմ ցկել որ երթաս անտեղ քեզ կսպանեն եւ այլն Հիսուս իրեն հանդիմանելու ստիպեցավ ասելով որ յետիս կնա սատանա թուն Աստծո բաները չես մտածել որ այլ մարմինի բաները so վարյան աս մեզիա գրնակատարվի վարյան մգրնանք մենք հոգին մեջը վայելել ներգայությունը խաղաղությունը եւ քալել Աստծո հետ հետո վարյանը կամ բահմը աշխարհը սկսի մեզի նորեն հրաբուրել փորձության դանել եւ ասիկա իրականությունն է մեր բոլոր հավատացյալներու կյանքի մեջ եւ բայկար է ասիկա մինչեւ Քրիստոսի քալուստը կամ մինչեւ այն վերջին օրը որ մենք այս աշխարհի վնանենք ուրեմն այս բոլորը գլա եւ ինչ կտեսնա Հովանես նոր Երուսաղեմը տեսակս է երկինքեն գիչներ հարսիմը նման զարդարված ուրեմն այս նոր Երուսաղեմը քաղաքի անունը գուտա մենք գիտենք որ այստեղը քաղաքին անունը դալով մենք փարացիորեն չի դառնենք այս քաղաքը որ ասենք ֆիզիկապես քաղաքն պիտի իջնա երկինքը որով մենք տեսանք նաեւ այդ պատկերը հայտնության 17-րդ գլխում 18-րդ գլխում մեջ այնտեղ մեծն Բաբելոն
Բորնիգին մասին, գնոջ մասին կխոսեր, որ Բաբելոն անունը կգրեր, որ քաղաքը չէ եւ գինը չէ։ Այդտեղ մենք տեսանք ամեն անոնգեն, որ կհետևին վիշապին եւ քազաններուն ենթարկվին ժողովուրդը, բազմությունները, որ ճուրերու վրա նստած էր այս քազանը եւ գինը, գխորհրդանշեր այդ քաղաքը, որ ըմփոստացած է եւ վիշապին կպաշտի։ Ոնց մենք տեսնանք, որ այս նոր քաղաքը, որ գիչնա Նոր Երուսաղեմը, երկնային վերին Երուսաղեմը, հարսի նման պատրաստված, ասոնք կապված են նոր գդագարանի միտքերուն հետ, Գաղատացիս 4-րդ գլուխը 26 համարը, բնիկ ասոնք խոսեցանք ասոնց մասին, նորեն չի պիտի նայենք համարար համար, բայց անուք որ մտիկ կնեն կրնան երթալ այս նոր գդագարանի համարները վրայեն անցնիլ, եւ Եբրայեցիս գիրքը, որ 11-րդ գլուխում 10-16 համարներում մեջ կսե այս այն քաղաքը, որուն շինողը Աստված է։ Այսինքն քաղաքը չէ ֆիզիկական որ կշնի, որ մենք պիտի տեսնանք, որ այս քաղաքին քարերը մենք ենք եւ մենք սերդեցինք այս բաները նախքին գլուխներում մեջ։ Ինչ որ արդեն գխոսիս ամենը գհիշեմ։ Այո, համար Եփեսացիս 2-րդ գլուխը 18-ին 20 համարները հայտնության 19-րդ գլուխը 7-8 համարները, որ այս քարնուգին հարսն է եւ պիտի ապակայի համարներում մեջ նա տեսնանք 5 դագարանի մեջ այս խորհուրդները առնված են Եսայե մարգարեի 52-րդ գլուխում 1 համարի մեջ Եսայե 61:10 եւ Եզեկիելի մարգարեության 48 գլուխը 35 համարները եւ այս համարներում մեջը մենք այս քաղաքը միան որ հստակ հասկանանք որ փարացի չարնենք մարդիկ կան որ այս կան որ մեկնաբանեն իբրև որ քաղաքը պիտի իջնա երկինքեն ֆիզիկապես այսպես UFO-ի պես եւ պիտի իջնա հին Երուսաղեմի վրա նորը պիտի իջնա եւ այնտեղ ասանք 1.5 կիլոմետր գսեն կամ այո բարձրությամբ երկայնությամբ եւ այլն հիմա քիչ վերջ եւ որ նայենք այդ բոլոր համարներում մի տեսանք որ սիմվոլիկ միտքեր ունին այս թիվերը so եւ մի հասկանանք իմաստը ինչ է անոր բայց հիմա նայենք որ երրորդ համարի մեջ է գսե բարձրացան ցայմը լսեցի գսե որ ու դեն գուքավոր նայ Հովաննեսը ասոնք կդեսնա որ գլսե որ փարացի օրեն բայց այս ցայնը որ գլսե որ խորանեն գուքավոր ինչ որ 4-րդ 5-րդ գլուխում մեջ մենք սերվեցինք այդ ցայնը որ բարձր ցայն է հավանական է որ Աստծո ցայնն է այսինքն որոդումի նման այնտեղ որոդումներ փարատան այո այնտեղ սիր որոդումները կան պես մենին ադենա սիր 4-րդ գլուխի մեջ փարագերգրբակային եւ ճշտամունք կնային կարող է որ այդ ցայներն ալա թե ոչ Աստծո ցայններ well I say բարձր ցայնը լսեցի չսեր ճիշտ ով է դժվար է գնանք ենթադրել բայց այդ ցայնը գրնալը հրեշտակ մնե որ գսե որ եւ որով գսե որ նայեցեք այսիկա դերոջը ներգայության դեղն է գսե ուր որ Աստված մարդու հետ է Աստված մարդու հետ բայց այսիկա շատեր կվերակրեն միան աբակային շատեր կվերակրեն որ այսպեսի քաղաք ունի դիչնա աբակային եւ Աստված հոմ պիտի փնագի մարդու հետ ֆիզիկապես ես կհավատամ որ այդպես պիտի լա բայց հիմա էլ այդ քաղաքը կա այդ քաղաքը եկեղեցին է հիմա էլ Աստված մեր մեջ կփնագի չէ մենք նայեցանք բոլոր այդ համարներում որ Սուրբ Հոգին դաջարը ուր է մենք ենք թունես ես ենք չէ առաջին Կորինթացիս երկրորդ Կորինթացիսի մեջ գսե դուք եք Սուրբ Հոգին դաջարը ուրեմն դերը երբ որ եկավ առաջին անգամ իր ներգայությունը գսե խոսքը մարմին արավ եւ մեր մեջ փնագեցավ գսե չէ ադիգա ֆիզիկապես Հիսուս առաջին տարի մեջ ժողովրդի մեջ փնագեցավ եւ Աստված էր Հիսուս եւ եւ այնտեղ իր ներկայությունը ֆիզիկապես եղավ բայց այսօր Հիսուս հարություն առնելն եւ համբարնալն մեջ մեզի խրգեց իր Սուրբ Հոգին չէ Գործարքելով երկրորդ գլուխ այդ իր ներկայությունն է որ հիմա քու մեջը դե իմ մեջս է եւ պայման չէ որ ֆիզիկական դաջարի մեջ լա ասենք Սուրբ Երուսաղեմ
կամ սուրբ էջմիածին կամ սուրբ ովևէ մեկտեղ սուրբ դեղը այնտեղ է որտեղ սուրբ հոգին կփնագի, եթե թույլ կտանք որ այդ սուրբ հոգին այնտեղ փնագի, որ մեր սիրտն է, մեր անձն է, թե անհալաբես եւ թե հավաքարաբար մենք ենք իր հարցը, մենք ենք Նոր Երուսաղեմը, կհասկանաս հիմա ինչ կարևոր է այս որ հասկանանք որ ներկայիս բաներ կան այստեղ որ շատ հաճախ միայն աբակային կգցենք որ շենքի պես ասան քաղաքը պիտի չնա այնադեն հոմ պիտի փնագի եւ միջև այնադեն դերը մեր հետը չէ ով է սա դերը մեր հետն է հիմա Աստծո փնագարանը մենք ենք եկեղեցին է անհատապես քարերն ենք Եփեսացիս 2-րդ գլխի 18-ին 20 համարները եւ հավաքարաբար ընդհանուր դիեզերական եկեղեցին եւ մեր հետ կփնագի եւ մենք իր ժողովուրդն պիտի լանք եւ Աստված պիտի լա մեր Աստվածը հիմա է Աստված մեր Աստվածը անոնք որ ապաշխարած են անոնք որ հավատացած են Քրիստոսի իբրև Տեր եւ Փրկիչ արդեն մեր հետն է դերը Սուրբ Հոգին եթե կրնանք կգայել որ մեր մեջ կփնագի Okay so չորրորդ համարի մեջ գսե եւ դերը մեր արցունքները պիտի սրբե այլևս մահ պիտի չլա այնտեղ սուկ պիտի չլա լաց պիտի չլա ցավ պիտի չլա ամեն հինը անցավ ամեն հիները գանցնին հիմա ճիշտ է որ թեր սուկ կա հիմա թեր հիմա մահ կա թեր հիմա լաց կա եւ ցավ ունենք եւ այլն այո այս բոլորին ավարտը պիտի կա մի օր վերջին այդ պահին որ Քրիստոս կա բայց մեզի համար դերը որ մեր մեջ կփնագի ինքը մեր արցունքները հիմակվեն է գսրբե ինքը հիմակվեն է մեզի կմխիթարի Սուրբ Հոգի հիմա հիմակվեն է մեզի գսե որ այլևս դուք մահեն ցանկի անցած եք գսե չէ հավատքի աչքով մենք կրնանք արդեն շատ մայս բաները ճաշակել հիմա թեգուց վերջնականորեն իր երկրորդ քալուստին օրը պիտի լա որ իրապես Քրիստոս պիտի կա վերջին փողը պիտի ընջվի եւ այս բոլորը իր ավարտին պիտի հասնի որ ցավալ պիտի չունենանք եւ այլևս սուքի մեջ աչի պիտի լանք որով ոչ մեկը ֆիզիկապես չի պիտի մեռնի այլևս այդ օրը գա so մասամբ մը գվայլենք կճաշակենք որ այս իրականությունը մասամբ մը գա որ թեր չէ գդարված ապրինք որ the yet and not yet կսեն ասվածապանության մեջ կա որ ինչ որ իրականություն է մասամբ մի հիմա եւ մասամբ մը պիտի ավարտին հասնի ուրեմն անցնենք 21 քուխուն 5-8 համարներուն Անոր աթորին վրա նստեր ըսավ, ահա ամեն բաները նոր գնեմ, ու ըսավ ինձի, քրե, վասնզի այս խոսքերը ճշմարիտ ու հավատարիմ են։ Նաև ըսավ ինձի, եղավ, ես եմ ալֆան եւ օմեգան, սկիզբն ու վախճանը, ես ծարավին ծրի պիտի դամգենած ճուրին աղբյուրեն, ան որ գհախտե, ամեն բաները պիտի ժարանքե, ու ես անոր Աստված պիտի ըլլամ, անալ ինձի որդի պիտի ըլլա, բայց վախկոտներուն ու անհավատներուն եւ բիղձերուն ու մարտասպաններուն ու բորնիգներուն եւ գախարտներուն ու գրաբաշներուն եւ բոլոր սդախոստերուն բաժինը գրագով ու ծծմբով վարած լջին մեջ պիտի ըլլա, որ է երկրորդ մահը։ Ամեն։ Ուրեմն, այստեղ մենք կտեսնանք, որ ան որ նստած էր քային վրա, այս ուր տեսանք ամենաառաջ։ 4-րդ գլուխը հայտնության 4 եւ 5 ճիշտ է ուրեմն այնտեղը մենք տեսանք այն որ նստած էր գսե ինքը իր բերանեն հիմա մեզի գխո քեզի գխոսի որ ինձի գխոսի ոչ մի Հովհաննեսին առաջին տարի մեջ իսկ որ նայեցեք հիմա ամեն բան նոր գնեմ գլսենք որ այսինքն հիմա այսօր դերոջ Աստծո ցայն ամեն բան նոր գնեմ եւ գսե Հովհաննեսին քրե ասիգա քրե որով ճշմարիտ են այս խոսքերը ամեն բան նոր գնեմ այսինքն մեր միտքի մեջը թող ինչպես որ Հիսուս եւ որ ամեն բան ասավ վերջացավ չէ ամեն բան վերջացած էր եւ որ ասավ ամեն բան վերջացավ խաչի վրա ոչ բայց ամեն բան վերջացավ ինչ որ պետք է լիներ ռավ եւ արդեն նոր թարը սկսավ ատկվել եւ հարություն արավ եւ ամեն բան սկսավ գիտես ամեն բան վերջացավ բայց մեր բաժինը սկսավ այո մեր բաժինը
ինչ է բայց վստահիր իր բաժինը Այո։ որ կդարվի մեր մեջ Ամեն։ այդ անգամ մենք այդ անգամ մենք մեր ջիքով ուժով չենք գնել Սուրբ Հոգին է որ մեր մեջ կգործե Աստծո Հոգին է որ եկավ Պենտեկոստեի օրը եւ անգի իվեր բոլոր սուրբերու մեջ որ կխոնարհվին եւ կընդունին Քրիստոսի պրեվդեր եւ ինքը կսկսի այդ կորձը մեր մեջ շարունակել ինչ որ ավարտեց խաչին վրա նորը արդեն կարծես թե խաչը թուրիմը նման է մենք այն խաչին վրա հավատքով կմետնենք եւ հավատքով դուրս կելենք մյուս կողմեն հարուցյալ խոսեցանք այսօր մասին չէ Ռոմայացիս 6-րդ գլուխը մենք մեռած ենք Քրիստոսի հետ հավատքով ֆիզիկապես ոչ հավատքով հին մարդը մեռած է եւ արդեն նոր մարդը մեր մեջ նոր Ադամը Քրիստոս ինքն է որ գործե մեր մեջ so երկրի վրա հիմա այս նոր ընթացքը մենք կաբրինք որ մենք արդեն գխնենք որ այս գենթանի ճուրը մենք արդեն գարանչվինք որ այս նոր յանքին մեջ ուրեմն այդ համարները եթե գուզենք այդ նոր արարածը լալու մասին նայել Երկրորդ Կորինթացիս 5-րդ գլուխ 17 համարի մեջն է որ մեզի նոր արարածներ գնե Եսայի մարգարեության մեջն անկախոսի անոր մասին 40-րդ գլուխ 19 համարը եւ Եսայի 65-17 նոր ստեղծագործությունը նոր ամեն բան նոր ընելը հիմա եւ հայտնության 19-ի մեջ գնագսե ասում ճշմարիտ խոսքեր այսինքն Հիսուս երբ որ գսեր ամեն ցեզի գսեմ այդ ամեն բառը ճշմարիտ դասել է այսինքն truly սուտ չեմ խոսիր որ այս է ճշմարտությունը okay so գշեշտվի որ ճշմարտությունն է աս եւ իր ճշմարտությունը դեր սուտ չի խոսիր 6-րդ համարի մեջ մենք կտեսնանք որ գսե այս ցայնը որ երկինքի խորանեն գփխի գսե որ ամեն բան վերջացավ ինչպես ասենք գիշես Հիսուսի վերջին խոսքերը խաչին վրա 19-րդ գլուխի 30 համարն է եթե չեմ սխալիր այնտեղ գսե որ ամեն բան վերջացավ հոսա գսե ամեն բան վերջացավ գիշենք ուրիշ ուր սկիզբը ամեն բան վերջացավ սա Ծննդոց քիրքին մեջ գիշես ասված սա ամեն բան վերջացավ ավարտվեցավ եթե նորեն Ծննդոց որ գլուխներ երկրորդ գլուխը եւ այնտեղ երբ որ ասված ամեն բան ստեղծեց գսե ամեն բան վերջացուց եւ դեսա որ ամեն բան բարի է եւ ադիգա երկրորդ գլուխի առաջին համարն է եթե ուզես մեկ հատ ընթերցել ամբողջացան երկինքն ու երկիրը եւ անոնց բոլոր զարդերը եւ ասված իր բոլոր կորձերը 7-րդ օրը լմնցուց ու 7-րդ օրը հանգստացավ իր բոլոր կորձերեն 7-րդ օրը ամեն բան վերջացավ լմնցուց նույն միտքն է այնտեղ նույն եբրայերեն բառով so այնտեղ կտեսնանք որ հրավ ամեն բան բայց Ադամ եւ որ կորձ եւ որ մեղ կորձեցին նոր կորձ բացվեցավ այսինքն փրկա կորձության կորձը եւ այդ բոլորը ավարտվեցավ խաչին վրա եւ որ սա վերջացավ այսինքն ինչ որ Ադամ Եվայի մեղքի պատճառով փրկակորձության կորձը դերը պետք է լինել Հիսուսի միջոցով վերջացավ այստեղնալ երկրորդ քալուստին միտքով այս նոր երկիրը արդեն վերջացած է մեզի բարձրապես հրավեր մնե որ մենք այս նոր երկրի մեջ կհրավիրվենք նոր երկիրը ինչն է եկեղեցին է եւ որ ապաշխարենք եկեղեցի մեջ կմտնենք կմգրդվենք ավազանեն նոր արարածներ դուրս կելենք հինը գմերնի մգրդության ժամանակ կխորհրդանշվի որ Քրիստոսի հետ մենք հին մարդը գմերնի եւ նոր Ադամը մեր մեջ կգանքնվի եւ մենք նորը կսկսենք եւ գսե ես եմ ալֆան եւ օմեգան ինչ որ եղավ ծննդոց քիրքի մեջ սկիզբը եւ վերջին գլուխը հայտնության քիրքին ես եմ եւ այս մենք այս խոսքերը տեսանք հայտնության առաջին գլուխի մեջնալ որ ով էր սովը Քրիստոս ինքն էր չէ ես եմ ալֆա եւ օմեգա եւ ինքը իրեն համար ասավ այս ինչ որ այս բանը մարգարեությունը նաեւ 5 դագարանի մեջ Եսայա մարգարեության մեջ գվերակրվի Աստուծո բայց հիմա Հիսուս նորեն գիշեցնի որ ինքն է եւ արեք կսե որ կենթանի ճուրերը այստեղ խմեցեք այդ ինչ որ
ես ցեզի առանց անվճար գուդամ։ Ասիկա Եսայա մարգարեության 55-րդ գլխի առաջին համարի մեջ կսե նաև Եսայա մարգարեն, որ եկեք եւ խմեցեք առանց վաստակի։ Դրամով պետք չի գա որ մենք դրամ դանք եկեղեցին կամ պատկամապերին, որ մեզի Աստծո խոսքը դա Աստծո խոսքը մեզի դրվեր է ծրի արեք կսե ծրի դվեք կսե անոնց համար մենք այսօր մենք այս ինչ որ գնենք այս ծառայությունը մեր շարժարիտը դրամով չէ Աստված մեզի կսե ծրի ապարդվեք դերը մեզի երբ որ մենք առաջ կփնտրենք Աստծո թագավորությունը եւ իր արդարությունը բոլոր մյուս բաները գարին քույրքեզի եւ ինձ այս չափտարիներ գրնանք վկայել որ դերը մեզի արադ օրեն գուտավոր եւ ավելին եւ մենք դրամի համար չէ մեր շարժարիտը որ գնենք երբեմն քահանաներ, վարդապետներ, հովիվներ երբեմն իրենց շարժարիտը գրնալալ վարձկանի պես դրամի համար, չէ՞։ Եվ Հիսուսը զգուշացնե դրամի համար մի ենեք կս։ Դրամի համար այս ծեր վարձադրողը հովաբետն է, որ երկրորդ քալուստին որ կաց է դիվիդի վարձադրե ծեր կորձերուն համացայն, բայց ոչ դրամի համար այդ թողլա շարժարիտը ընելու այս բաները այս երկրի վրա։ Դրամ առնելը եթե դերը մեզի գուտա հովական կորձի մեջ եւ այլն մեզի ադոն միջոցավալ մեզի դրամ հասնի մեղ չէ հարցը մեղն է որ մենք մեր շարժարիտը դրամի համար գնենք որ ինչ որ գնենք ինչպես որ բաղամ եւ բաղակ մարգարե էր դրամի համար վարձկան դարձավ չէ ուզեց բաղամի նսել որ քնանից է Իսրայել ժողովուրդը դրամի համար պետք չէ ենք ոյ մեկ բան դրամը գուտա դերը մեզ եթե պետք ունի կամ ավելին գուտա պետք չէ լա մեր շարժարիտը Պետրոս Արաքյալն ագսեի ես իբրև ծեր երեց եղբայրը ցեզի գխրադեմ գսե որ դուք հովիվներ այս դրամի համար դրամը չլաց է շարժարիտը եթե ուզես մեկ հատ բանանք կարդամ Թեսաղոնիկացիսի մեջն ագսեւ Պողոսը որ աշխատեցեք եւ մեգումը վրա Պերմի անեք այսին այն օրը գարտայի որ ամբողջ իր ցանկը դված էր Պողոսը նամակները գրելով սորվեցնելով եւ անտին ովևէ մեկ բան չեր ագնկալած ժողովուրդեն փոխարենը օրտնազեին բայց որով չեր ուզեր որ Պերլա բայց կհացներ գխնդրեր որ Թրամդան որ ավելի աղքատ իգիցներուն օգնեն որ ինքը բայց վրանակորձություն գներ որ ինքը փերչլա այդ աղքատ ժողովրդի վրա արդեն աղքատ է սո եւ որ երթար ծառայելու չեր ուզեր իրենց վրա Պերմի եւսլա սո հարուստ եկեղեցիներեն հարուստ քրիստոնյաներեն գխնդրեր որ օգնեն իրեն որ ինքը օգնե այդ աղքատ քրիստոնյաներին եւ նաեւ միևնույն ժամանակ խոսքը ծրի ապարդան նայ Առաջին Պետրոսի նամակը մեկ հատ կարդանք աթրատարնանք մեկեն մինչև 4 համարները եւ ասիկա արժե որ ամեն ով որ գործե դերոջը կորձի մեջ այս համարները եւ որ ինքը գծարայե ասոնք թոյի մտքի մեջ են լան շատ լավ ուրեմն առաջին Պետրոս լա Եղիսխոբոսը լա Գաթոյգոս բաբը ով լա ուսուցիչ ավետարանիչ վարդապետ ամեն այս խոսքը պետք ունի հիշելու եւ վերանորոգվելու այո խնդրեմ Առաջին Պետրոս առաջի գլուխ 5-րդ գլուխը առաջին համարը մինչև 4-րդ համարը Ձեր մեջ եղող երեցներուն գաղաչեմ, ես հալ նույնպես երեց ըլլալովս, Քրիստոսին չարչարանքներուն վգա եւ մասնագից հանդերձյալ փառքին, որ պիտի հայտնվի, Աստծո հոդը որ ձեր մեջ է, արածեցեք, վերագացու ըլլալով, ոչ թե ագամա, հապա գամավ, ոչ թե անարգ շահախնդրությամբ, հապա հոժարությամբ, ոչ թե վիճակներուն վրա դիրելով, հապա հոդին օրինագլալով, եւ հովաբետին երևցած ադենը փառքի անթարան բսակը պիտի ընդունիք։ Տեսնես, շատ կարևոր է ինչ է շարժարիտը եւ մեր բսակը դերոջ մե պիտի կա մեր վարձքը պիտի դերվի բայց դերոջ մե եւ այս աշխարհի մեջ նա հարյուրաբադիկ պիտի դերվի եւ քալիք թարու մեջ եւ որ դերը վերաթարնա բայց տարաբանքներով միասին գցե Պետրոս Արաքյալը ուրիշ բան նամակի բան ավետարանիչը նամակներու մեջ վարձ մունինք բայց այդ չէ մեր նպատակը այս բոլորներու ուրախությամբ կուտանք եւ ծրի ապար եւ որով դերնա ծրի ապար իր խոսքը դրամով չէ որ պիտի դա ծրի ապար ու եթե այդպես մեկը գսե կփորձեք որ խոսքը ձախել այդ եթե իր ծասերը կոչելու համար է ադուրիշ բայց եթե այդ կփորձեք որ բիզնես դարձնել հերացեք այդպես վարձկաններ են ասում
Կացեք այնտեղ որ մարդիկ որ գշեշտեն օ դրամ եթե դակ վիդեո օրտնվիկ չդակն է հասկնեք անգնեք ասոնք խիջի վրա գխան մարդկաց եւ դրամ միշտ կուզեն որ արաքելություն մնեն կամ պիտի փժշկվիս կամ պիտի օրտնվիս եթե չի դաս աստեսակ բաներ Հիսուս չրա ամենուն փժշկեց ամենուն սիրեց ամենուն տվավ եւ մեզի անունը գնա այսօր եւ գա միջոցներ անշուշտ խոսքը գա աստծո գարտացեք եւ անգե վերջնալ Սուրբ Հոգին որ մեզի կենթանի ճուրը սրիապար այդ խոսքը ռեման գտարցնե լոգոսը գտարցնե ռեման կենթանանա այդ խոսքը okay so անցնիկ 7-րդ համարին այնտեղ գսե այն որ գահախտե ես իրեն ասված բիդիլամ եւ ան իմ որդիս okay ան որ հաղթե ինչս մենք աս հաղթանակի մասին բավական խոսեցանք եւ որ առաջին 7 եկեղեցիները նայեցանք 7 անգամ գտնվեցավ այն որ հաղթե գենա ծարեն պիտի դամբորուտե ան որ հաղթե այդ մանանայի թակնված մանանային պիտի ան որ հաղթե իմ աթորից վրա պիտի նստի եւ շատ ուրիշ 7 տարբեր օրտնություններ երանելիություններ անոնք որ չլսեցին թող երթան նային այդ առաջին պատկամները 7 եկեղեցիներում դեսնանք ինչքան բաներ դերը մեզ գուտա բայց այստեղ նորեն գհիշեցնե գշեշտե որ ես իրենց ասվածը պիտի լամ եւ իրենք իմ որդիներս այս միան երբ նոր երկինք նոր երգիրը քան է պիտի լա ոչ նոր երկինք նոր երգիրը մեզի համար հիմա է արդեն մենք հիմա արդեն ինքը մեր աստվածն է մենք իր որդիներն ենք ինչպես որ թեկրված ենք այն բահեն որ մենք Քրիստոս ընդունեցինք մեր դեր ու բրգիչը Քրիստոսի մեջ ճշմարիտ որդին Աստծո Քրիստոսն է մենք իր մեջն ենք ինքը մեր մեջն է եւ մենք Աստծո որդիներ կոչվենք արդեն ասիկա նորեն մասամբ կկատարվի ես իրենց հայրը պիտի լամ գսե ասիկա 5 դարանի մեջ երկրորդ թագավորած գիրքին որ Second Samuel-ն է 7-րդ գլխու 14 համարի մեջ այնտեղ գսե իմ ժողովուրդս որ իմ անունովս կոչված է եթե ապաշխարեն եթե դարձիկան աղոթքեն ես իրենց երկիրը պիտի բժշկեմ իմ անունով կոչված ժողովուրդն ենք մենք այսօր եթե Քրիստոսի մեջ ենք եթե ապաշխարած ենք եւ մեզի ինչ այդ խոստումները որ ասված Աբրահամի Իսահակի որ Հակոբի խոստացավ ժառանգորդներն են գսել Գաղատացի սիրոտ գլուխը okay մենք արդեն ժառանգենք այս բաները եւ Սամոս 2:7-8 համարները գսե մենք իր ժառանգենք ազգերը Քրիստոսի մեջ Քրիստոս բոլոր ազգերը արդեն իր իշխանության դագն են մենք իրեն հետ քահանայության թակավորություն ունենք որ իշխենք երկրի վրա իր հետ եւ մենք Ռոմայացիս 8-րդ գլխուն 17 համարը գսե մենք բանենք ժառանգորդներ ենք Աստծո եւ ինչպես ասի երկրորդն երրորդ գլուխները հայտնության քիրքին հաղթանակ տանողներն ենք Նիկեո Փարնին որուն անունը Նիկողոսյան անունը Նիկեո Արմադեն է հաղթանակի որդի է իմ հագանունը Նիկողոսյան Նիկեո հաղթանակ Յան որդի բայց ադիգա ոչ թե որ իմ անունս այդպես է Փարք ասուց է բայց քո անունը դա այդպես կրնալա եթե Քրիստոսի մեջ ես Քրիստոսի մեջ լավով է որ ոչ թե անունը գրնա իմ Նիկողոսյանը լար եւ եթե ես ասո զավակ չլամ օգուտ չունի անունից ինչ ալուզ է թողնա իմաստ անունից օգուտը Քրիստոսի ընդունած ես իբրև դեր եւ փրկիչ ապաշխարած ես վերստին ծնված ես այն adentun հաղթանակի որդի ես եւ այսպես շարունակենք 8-րդ համարի մեջ գսե որ անոնք որ վախկոտ են անոնք որ հավատ չունին անոնք որ մարտասպան են ամփարոք յանկաբրին կախարտություն գնեն սուտ կխոսին իրենց բաժինը ուր է Ձուզումփի գրագի լիճը որ երկրորդ մահն է եւ այս Ձուզումփի գրագի լիճը ուր տեսանք 20-րդ գլուխը չէ անոր վերջը ավարտը ում պիտի ցկվին ով արդեն Կազանը եւ Սուտ Մարգարեն հոն նետված էին 19-րդ գլխում մեջ 20-րդ գլխում մեջ մենք տեսանք որ Սատանան այնտեղը եւ մահը դժոխքի եւ մահն այդալ պիտի կործանվի կտզուպի գրագի լիճի մեջ ֆիզիկական գրակ չէ ասինքա մենք որով Սատանան ֆիզիկական էակը չէ որ գրագով վարվի այլ միտք այն է որ այդ ինչպես որ 14-րդ գլխում մեջ մենք կարդացինք Աստծո քարնուկի ներկայության մեջն է որ պիտի հավերժ իրենք չվայլեն Աստծո սերը
Իրենք զումբի գրագի լիճը, այսինքն այդ ապակեղեն ծովը, որ գրագով գվարվեր 15-րդ գլխու 2-3 համարներու մեջ կարդացինք, որ մենք անոր վրա գերքենք, կփարապանենք, կպաշտենք, կվայելենք Տերոջի ներկայությունը, այլ միևնույն դեղը, բայց դագը, որ արգելք մգա, որ այնտեղ են վեր քան կամ Տերոջի ներկայության մեջ փան վայելեն Տերոջի ներկայության սերը չի պիտի գրնան, այս հավերժական թժողն է եւ ով որ այսպեսի բաներն է հոն է իր ավարտու ուր որ այդ թժողը չէր ստեղծված մարդու համար ստեղծված էր սատանային եւ իր արփանյակներուն եւ քազանին եւ սուտ մարգարեին բայց եթե մարդիկ ընդրեն չաբաշխարել հբարտ մնալ քորոզը լալ ըմփոստը լալ եւ հետեւիլ վիշաբին քազանին սուտ մարգարեին իրենց ավարտնա պիտի լան նույն դեղը որ սատանային ավարտը այսինքն գրագի լիճը դրված է իբր պատկեր որ մեր միտքի մեջը այսպես հասկանանք օրինագի ցևով որ մարդը քիչ մգայրես մեծ մայրս կսեր դրած ինչպես կսկաս կցավի գայրի բոլոր մարմինի եւ հավերժության մեջ այդ գրագի խորհուրդը մարմինի վրա որ սկացած ենք այդ խորհուրդը հավերժության դարաբանքն է ոչ ֆիզիկական անպայման եւ շարունակենք ուրեմն ասել բավական մութ պատկերն է բայց այս կառաջ բաց պատկերաներ որ ով որ դերոջը վստահած է իր ներկայությունը պիտի վայելի նորեն այս նույն թեման է օքեյ անցնենք հիմա 9-րդ համարին Նոր Երուսաղեմը այո այս 9-ն 14-ը գարտանք խնդրեմ Սիրո ուրեմն 7 վերջին հարվածներով 67 սկավառակներ ունեցող 7 հրեշտակներն մեկը ինձի եկավ եւ ինձի հետ խոսեցավ ու ասավ. Եկուր ցուցունեմ քեզի հարսը, քարնուկին գինը։ Եվ հոգիով մեծ ու բարձր լերանը վրա դարավ զիս եւ ցուցուց ինձի Սուրբ Երուսաղեմ քաղաքը, որ երկնքեն Աստուծմեկիչներ։ Աստծո փառքը ուներ եւ անոր լուսավորությունը խիստ պատվական քարի նման էր, ագնվանի երևույթով հասպիս քարի պես։ Անոր բարիսպը մեծ ու բարձր էր։ 12 թռներ ուներ, ու թռներուն վրա 12 հրեշտակներ կային, եւ թռներուն վրա անուններ գրված էին, այսինքն Իսրայելի որդիներուն 12 ցեղերուն անունները։ Արևելյան կողմեն 3 թուր, ու հյուսիսային կողմեն 3 թուր, եւ հարավային կողմեն 3 թուր, ու արևմտյան կողմեն 3 թուր։ Քաղաքին բարիսպը 12 հիմեր ուներ, անոնց վրա քարնուկին 12 առաքյալներուն 12 անունները գրված էին։ Okay. Ուրեմն այս պատկերը չսկսած գուզեմ բամը նշել որ վերջին համարի վրա մորցա ասելու այն ալաներ որ ով որ 5 դագարանի մեջ 66-րդ գլուխը Եսայի մարգարեին 24 համարի մեջ կսե այն գրագը այնտեղն է որ որթ անգամ չի մեռնիր անընդհատ գրագի մեջ կայրի Դանիելի 13-րդ գլխու 2-րդ համարի մեջ կսե այնտեղ հավիտենական ամոթ կա Մատթեոսի ավետարանի 25-րդ գլխում 41 համարի մեջ Հիսուս ինքը ասա որ այս դերը որ հավերժական գրագն է սատանային համար պատրաստված է եւ ադիկայասին 20-րդ գլխու 14-ն 15 համարները որ երկրորդ մահն է ասե որ երկրորդ մահը ոչ թե երկրորդ մահը ֆիզիկական մահն է անոնց որ կհավատան Քրիստոսի երկրորդ մահը չի պիտի տեսնան երկրորդ մահը մեզի համար անոնք որ Քրիստոսի հավատացինք մենք կանցնենք այդ բային նույնիսկ եթե մեռնիս թուն այդ երկրորդ մահը թժող կնի թուն այդ բային չի պիտի ենթարկվիս ես եւ թուն եւ ով որ վստահեցա օքեյ անցնենք հիմա այս հարսանիքի այս հարսանյաց այս պատկերը այստեղ այսինքն մեծ հայտնություն ունի այստեղ որ շատ քիչ հանցեր հիմա տարբեր մեկնաբանություններ կան բայց մենք կուզենք տեսնել որ այս 21 քուքու 9 համարի մեջ հարսիմը պատկերը այստեղ կտրվի քիչ առաջ մենք տեսանք որ գսեր սկիզբը այս քուքուն 21 քուքուն որ նոր երկինք նոր երկիր մտեսա եւ երկրորդ համարի մեջ ասավ Երուսաղեմ նոր Երուսաղեմը քաղաքի նման դեսագս է չէ բայց այստեղ մեզ կներկայացնի այս 9-րդ համարի մեջ որ այս նոր Երուսաղեմը որ երկինք են իջնար քարնուկին
հարսն է գսի, չէ՞։ Հիմա քարնուգը հարս ունի, քարնուգը գամուսնանա, նորեն պետք է հասկանանք, փարացիորեն չի պիտի մեկնաբանենք այս։ Եթե քարնուգը չամուսնանար, քարնուգը ովերեսինք ըստ Հովանու առաջին քուխու 29 եւ 36 համարը, այնտեղ Հովանես Արաքյալը գրած է Հովանես Մգրտիչին խոսքերը, որ ասավ, եւ որ Հիսուսին դեսավ եւ պիտի մգրտեր, ահա քարն Աստուծո, որ աշխարհի մեղքերը կվերցնի։ So քարնուգը Հիսուսն է։ Հիսուսն էր, որ մկրտվեցավ այնտեղ մկրտիչի միջոցով Հովանեսին։ Ուրեմն այս քարնուգին հարսնալ նաև նորեն ֆիզիկական քաղաքը չէ։ Այդ նոր Երուսաղեմը, վերին Երուսաղեմը, որ Եբրայեցիս 12-րդ գլխում 18-ին մինչև 20 համարներու մեջ, 24 համարներու մեջ կրնակ տեսնալ այնտեղը եկեղեցին խորհուրդ այնտեղ կներկայացվի։ Եկեղեցին է։ Այս ինչ որ Հովանես կսե այդ 7 հրեշտակներեն մեկը, որ 7 սկավառակներ ուներ, գիշենք, այդ 15 եւ 16 գլխում մեջ այդ հրեշտակները, որ պիտի թափեին փարգությունները երկրի վրա, Աստծո Թադաստանը որ պիտի կար, հիմա իրեն գուքա ուրիշ պատկերն ցույց կտա։ Հիմա հերթականությամբ կտեսնա որ Հովանես այս բաները, բայց պայման չէ որ հերթականությամբ կլա որ այս բոլորը։ Այս բոլորը իրականապես իրապես կգադարի որ միևնույն ժամանակ, եւ որ այդ սկավառակները կթափվեն, որ երկրի վրա դարաբանքները գուքային, որ ավարդը գուքար, որ գործամբեր որ Բաբելոնը, նաեւ Սատանան վիշապը ամենը կնետվեին, որ ինքը Հովանես հերթականությամբ կտեսնա որ բայց այս բաները նույն ադենը կգադարի որ իրականության մեջ։ Հիմա էլ կգադարի որ ցեվոմը մեր մեջ, որը մենք կտեսնանք որ հավատքի աչքով այս բոլորը, բայց Քրիստոսի երկրորդ քալստի մեկ օրվա մեջ այս բոլորը պիտի ավարտը հասնի։ Okay? Ամենը մեկ։ Ոչ թե մենք պիտի սկսի նորեն, պիտի սկսի ուրիշ 1000 տարի պիտի լագան այս ցեվով կմեկնաբանեն, բայց ասիկա անոնք որ հերթականությամբ կտեսնան ինչ որ Հիսուս Հովանես տեսավ եւ կփորձեն որով գրքնություններ են յետ կերտավոր ուրիշ տեսանկյուն է պատկերով մեզի կներկայացնի որ նույն պատկերներ ուրեմն այստեղ մենք կտեսնանք քարնուգը Հիսուսն է Հովանես այստեղ գայները հրեշտակին հետ կթիդե որ պատկերի մեջ եւ այդ հրեշտակներին մեկը ուքաբը իրեն գսել որ ահա քեզի քարնուգին հարսը դիցնեմ է ֆիզիկական հարս չէ քարնուգը նա ֆիզիկական քարնուգ չէ Հիսուսն է հարսնա եկեղեցին է թուն եւ ես եւ ամեն անոնք որ Քրիստոսի մեջ սրբակորձված մակրված մենք տեսանք այդ պատկերները որ Հիսուսը շատ անգամ արակներով խոսեցավ չէ եւ որ հարսանիք մլասավ եթե սխալ հանթեր չեն հակած վիդի թույլ չդրվին նորներից մտան եւ այլն իր հարսը եկեղեցին է իր հավատացյալ հետեւոր ժողովուրդն է ինչպես որ Բաբելոն բորնիկը ոչ թե բորնիկ մներ ֆիզիկական եւ ոչ ալ Բաբելոն քաղաքներ այլ հետևորդներն էին Քազանին ճաշտողները ասում մենք ենք որ կբաշտենք քարնուգին կսիրենք բոլոր սրտով մտքով հոգով անորամար մենք գույս հարսնենք որ 17-րդ գլխում եւ 14-րդ գլխում մեջ դեսանք նաեւ Իսրայել ժողովուրդը որ գույս եղած ենք մակրված ենք սրբակորձված ենք այդ 5 գույսերուն նման լամփով լեցուն մեր աշտանակները սուրբ հոգու յուղով կսպասենք որ վերաթարցը ոչ միայն վերջին օրը, այլ այսօր Եղուրդեր Հիսուս կսենք որ այսօր գուզենք որ վայելել դերոջը ներկայություն։ Եվ ինքն է մեր ասվածը, մենք իր ժողովուրդն ենք։ Ուրեմն բարձր լերմը կդարվի եւ այնտեղ գսե այդ լերան վրա կդեսնա այս քաղաքը գիչնագոր։ Նորեն լերը իր այդ տեղն է բարձունքի վրա, այսինքն Մովսես ուր դեսավ իր դեսիլքը, ուր ստացավ իր հայտնությունները, Սինասարը բարձրացավ, չէ՞։ Սինասարը բարձրացավ, այնտեղ ասված իրեն տվավ ինչ չափերը եւ խորանին օրինակը որ պիտի շնվեր ուր ասված պիտի ներգալար այդ էր միտքը չէ Իսրայելի ժողովրդի մեջ այդ խորանը պիտի շնվեր որ վերջի եղավ դաջարը Սողոմոնի եւ Դավիթի ժամանակ որուն սրբության սրբոցը այնտեղ ասված ներգա պիտի լար եւ հոն մի անդարի մեկ անգամ պիտի մտնեին հիմա այս ինչ որ Հովանեսը կդեսնա որ երկինքեն այսինքն այն ոլորտեն որ անդեսանելի ոլորտն է դեսանելի ոլորտի վրա ինքնալ Մովսեսի նման բարձրացած է սարի վրա Սուրբ Սիոն սարը ասենք սար դա կարևոր չէ բարձունքի վրա հայտնություն կստանա որ այս նոր
խորանը, նոր Աստծո ներկայության վայրը, իջնավոր երկինք են։ Այդ նոր վայրը ուր է։ Ինչ է։ Հիմա ասենք եկեղեցին, տուն եւ ես։ Սո արդեն կկատարվի գորասիգա։ Արդեն իր ժամանակին կտեսնա որ եկեղեցի միջոցով երկրի վրա իջնավոր, ինչու իջնավոր, որով նոր անցեր թարերուն ընթացքին քարմը եւս կավերցվի, որ ամեն անգամ որ մեկ ապաշխարե, մեկ քար եւս կթերի որ, չէ՞։ Այդ քարերը ասենք մենք ենք պիտի տեսնանք քիչ ու վերջնորեն քարերու մասին պիտի խոսենք։ Ուրեմն այստեղ այս քաղաքը որ իջնավոր Սուրբ Երուսաղեմն է, որ եկեղեցին է։ Սուրբ Երուսաղեմը չէ քաղաք ֆիզիկական, որ պետք է երթանք այնտեղ դարին մեկ անգամ այցելենք կամ կյանքի ընթացքին հաջ գսեն կամ գիտես ուխտակնացություն ունենք եւ այլն։ Այդ ուր ալենքն է, մարդիկ կան որ յանքերու մեջ դնում են դուրս չեն գնալ ելել, բայց եթե Քրիստոսի մեջ ես, թուն արդեն այդ վայրի մեջն ես, Սուրբ Հոգին մեջը դե թուն իր մեջն ես եւ թուն նոր Երուսաղեմի մասնիկ մնես, այն քաղաքն է որ մարդու ցերկով չես շնված, այլ Աստված մեկ որ կփրկե որ կշնվի որ եւ իջնավոր երկինք են եւ այստեղ նայ ներկայացված է հասպիս քարի նման գսե կփայլեր քրիստալի նման գյուրեղ ապագի նման եւ կփայլեր ասիկա եւ ինչպես գսե թանկարժեք քարի նման հասպիս քար այս քարը շատ կարեւոր է որ հիշենք ուր հիշվեցավ այս քարը առաջին անգամ Ահա, նայ ասե, պետք է որ վերականգնենք։ Լավ գլավ որ երթանք այդ վիդեոն դիտենք նորեն, որ 4-րդ գլխուն վրա արած էինք, եւ այնտեղ մենք կտեսնանք, որ 4-րդ գլխուն մեջ է հայտնության քիրքին, այնտեղը հասպիս քարը մեզի ներկայացվեցավ բան 4-րդ գլխուն որ համարներ 4-րդ գլխուն սարքան հասպիս քար, 3-րդ համարը, okay Այո, ուրեմն աթորին վրա մեկը նստերեր, նստողը հասպիս ու սարճյոն քարերու երևույթին նման էր։ Okay, հիմա այստեղը հարսը կփայլի որ այդ նույն փայլքով որ որ նստած էր խորանի վրա, որ նստած էր խորանի վրա ով է Աստված, Քարնուգը, Հիսուս։ Հիմա հարսը այնքան մաքրվել է, սրբակորձվել է, վերջ պիտի տեսնենք որ գարդացոլագոր այդ քաղաքին գեթոնի լույսը որ քարնուգն է քիչ մեջ պիտի տեսնանք 20 եւ 21 համարներու մեջ քարնուգն է լույսը այս քաղաքի հիմա այդ լույսը քո մեջն է մեր մեջն է Հիսուս ասավ ես եմ աշխարհի լույսը հետո ասավ դուք եք աշխարհի լույսը չէ այո այդ լույսը հա հարցում ունիմ որ գիտես սրբակորձման ցանկը գիտես մակրվիլը մեր ներսին մեր սոլը մեր միտքը մեր սկացումները բոլոր էությունը մակրվիլը ժամանակ կառնե մեկ անգամ չլար եւ դարիներու աշխատանքի ան քրիստոնյան որ գուզե մակրվիլ եւ սրբակորձվիլ բայց համարի մեջ ալ գսե որ մինչեւ որ Քրիստոսի հասագին հասնենք բայց ատիկա ինչպես կնաս բացատրել անկարելի է ոյը մեկը որ դարիներ սրբակորձության հասնի կրնա հաջողիլ հասնել Քրիստոսի հասագին աս աշխարհի մեջ Անշուշտ այդ բանին այդ իր հասակին գահասնենք որ մենք գննչենք կամ դերոջը երկրորդ քալուստը պիտի լա որով այս աշխարհի մեջ Պողոս Արաքյալն ասավ չէ ով ինձ պիտի մակ ով ինձ պիտի ազատե այս հին մարդեն այս մեղսալից մարդեն այսինքն բայկարը միշտ պիտի լահոն մինչև մեր վերջին շունչը եւ այդ սփակորձման վիճակը կամ միջոցը մենք ադիգալ խոսեցանք ամենամասին բայց կարեւոր է որ այստեղ վերականգնենք 5-րդ գլուխը Եփեսացիս գիտքին եթե փանաս եւ 25 եւ 26 համարները գարտանք այստեղ տեսնանք հարս ու փեսայի մասին կխոսի որ Քրիստոս բայց նաեւ կվերակրե իր եկեղեցին որ այս նոր Երուսաղեմն է որ մենք ենք նա ինչ կսա այնտեղ եւ Եփեսացիս 5 25 եւ 26 համարները խնդրեմ որ գսե այրեր սիրեցեք ձեր գիները ինչպես Քրիստոս ալ սիրեց եկեղեցին ու իր Նայեք բախտատե գոր չէ այրերը պիտի սիրեն իրենց գիները Քրիստոս ալ իր եկեղեցին պիտի սիրե ինչպես Քրիստոս իր եկեղեցին այսինքն Քրիստոս կսեբե որ եկեղեցին իբրև իր հարսը տեսնաս այդ ցևով պիտի սիրեք ինչ ցևով սիրեց իր հարսը զոհվեցավ մեռավ ինչ անելու մաքրելու մեզ իր արյունով եւ
ոստեղը հաջորդ համարը մեզի գուտա որ միջոցը ինձեւով մենք կմակրվինք այսօր։ Կարդա 6:20 շարունակե։ որբեսի զանիգա սրբե ու մաքրե ավազանին չրովը եւ խոսքով։ Okay։ Դեսնաս ավազանի ճուրով եւ խոսքով կամ ավազանի ճուրով որ իր խոսքն է, կարխում ունի ինձեւով գթարտնի։ So ավազանի ճուրը մենք գիտենք որ ոչ միայն այդ ճուրն է որ կմգրդվինք ֆիզիկապես, որը մարդկա որ 4 մեղավոր կմտնա 10 մեղավոր դուրս կելը, չէ, այդ ճուրը չէ որ մեզի կմակրե գլվավոր ֆիզիկապես կամ հոգեվորապես խոսքին ճուրն է, գենթանի ճուրն է, խոսքն է, անորոշ մեկ-մեկը սկիզբեն ինչ շեշտեցինք, երանելի այդ Սամոսնա մեկը որ գարտացիր անցել անգամ, երանելի այն մարդը որ գիշեր ցորեք Աստծո խոսքին մեջ կխոգա, ինքը ճուրիկով դնգված արի նման գլա, որ իր ժամանակին կհաջող գմակրվի, կսրբվի, խոսքը մեզի գլվա մեր միտքերը, մեր սիրտերը, մեր նոր միտք ուտա, Քրիստոսի միտքը ուտա, եւ այդ միտքը եւ որ նորոգվի մեր կյանքն կսկսի փոխվի, կսկսի կերպարանա փոխվի, անորոշ շատ կարեւոր է որ ծննդոցեն միջև հայտնության քիրքը գարթանք, սերդենք, բայց մասնավորապես հայտնության քիրքը, որում միջոցով այստեղ մենք կտեսնանք որ քակատնագետն է մարգարեության, ինքը ամենակերիշխան քերակույն մարգարեության խոսքերն է որ այստեղ մեզի նաև գսրբակորձե այս խոսքերը հարսին անորոշ գարթանք շարունակենք երանելի են անոնք որ կգարթան գլսեն ու սիրտերնու մեջ կբահեն այս մարգարեության քիրքի խոսքերը okay so մակրության կորձը այս է հարսը այստեղ հասպիս քարի նման ինքը թափանցիկ դարձած է որը բիդեստան քաղաքը գսե քիչ վերջը նայենք այդ հասպիս քարը նայ 21 քուխուն այդ հասպիս քարը քանի անգամ հիշված է 18 եւ 19 համարը մի հատ ընթերցենք 21-ին 18-ը եւ 19 համարը անոր բարիսպի շինված կհասպիս քարեր ու քաղաքը զուտ ոսկի էր մաքուր աբագիի նման այո ուրեմն 18 եւ 19 Քաղաքին բարիսպին հիմերը ամեն տեսակ բադվական քարերով զարդարված էին։ Առաջին հիմը հասպիս էր, երկրորդը շապյուղա, երրորդը քաղգետոն, չորրորդը զմրուխտ։ Okay, ուրեմն կտեսնանք այստեղ, որ այնինչ որ Աստված հասպիս քարի նման կփայլեր խորանի վրա, հիմա այս քաղաքը կփայլի գոր, այսինքն թափանցիկ աբագիի պես այս քաղաքը ունի նույն այդ ջարակայթող լույսը, որ խորանի վրա, աթոնի վրա Աստված նստած էր։ Եվ մենք կտեսնանք քիչ վերջնագարտա այդ լույսը այս քաղաքին գսե քարնուգներ գսե, չէ՞։ Համար Նայեք 23 համարի մեջ։ որ գսե քաղաքը արևի ու լուսնի պետք չունի, որ զանիգա լուսավորեն, վասնզի Աստծո փառքը զանիգա կլուսավորե ու անոր ջրակը քարնուգն է։ Okay, so ջրակը լույսը քարնուգն է, քարնուգը այն որ աթորի վրա նստած էր 4-րդ գլխում մեջ, չէ՞։ Եվ Աստված ուրեմն հասպիս քարի նման էր հոսա քաղաքին գետրոնն է, նույն քաղաքն է, եկեղեցին է, մեկը երկնայիններու մեջ, մյուսը երկինքեն այնինչ որ երկինքի մեջ կլա, որ երկրի վրա գիչնավոր։ Մեր քաղաքը եկեղեցին է, դիեզերական, եւ այդ եկեղեցին գետրոնը քարնուգն է, որ ինքն է մեր Աստվածը, մենք իր ժողովուրդը, որ թեկրված ենք, եւ ինքն է այս կետրոնը քաղաքին լուսավորողը, որում մենք աբագի նման այս քաղաքը թափանցիկ գարդացոլանք որ իր լույսը յետք ու այդ խոսքերում որ Հիսուս Հովանու ավետարանի մեջ ասա որ ես եմ աշխարհի լույսը, չէ՞, 8-րդ գլխում մեջ։ Վերջը Մատթեոսի 5-րդ գլխում մեջ ասա դուք եք աշխարհի լույսը։ Թող ձեր լույսը, այսինքն անգոյնին դագը չեն տներ, այլ քաղաքի փուլուրիմը վրա դա է, այստեղ Հովանես ուր է, այդ լերան վրա կտեսնա որ քաղաքը գիչնա որ լույս պիտի դա բոլոր խավար աշխարհին, ով հարսը, եկեղեցին, Իսրայելի ժողովուրդը, թուն եւ ես։ Մենք իր լույսը եւ այս 7 աշտանակները որ տեսանք առաջին բան երկրորդ եւ երրորդ գլխում մեջ, այնտեղ աշտանակի պատկերով դրված էր։ Քրիստոս էր այդ պայծառ լույսը որ արևի նման կփայլեր որ առաջին գլխում մեջ, ինքը 7 աշտանակներում մեջտեղը կայնած էր։ Աշտանակները իր եկեղեցին էր, չէ՞։ Եվ եկեղեցին լույսը պիտի դար ինչ որ գետրոնը այդ աշտանակներուն Քրիստոսն էր։ Նույն միտքն է։ Այնտեղ նա հարսը տեսանք, հիմա հարսը կտեսնանք քիչ ուրիշ պատկերով։ Հարսը լալով
եկեղեցին, թուն եւ ես դիեզերական եկեղեցին։ Եվ ամեն մեկ դեղական եկեղեցի պետք է օրինակ մնա դիեզերական եկեղեցին մասնիկը լալով, որ քարնուգին լույսը Քրիստոս պետք է մեր միջոցով արտացոլը։ Ամեն։ Մենք քաղաքն ենք, բայց մենք արգելք չլանք այդ լույսը մեր վրա փակ փորձելով, բերելով, մեր համայնքը, մեր եկեղեցի անունով, մեր ազգին անունով, մեր ձեսերով, մեր գրոնքով Քրիստոս կուզենք որ երևնան մեջ։ Մեզի տեսնան է Քրիստոս տեսնան, եկեղեցին նային ասեն, վաու, այսիկա յուրահատուկ Այս հարսին բես։ այս հարսին պես, որ մենք այսօր ոչ միայն ավականին, եւ որ նոր երկինք, որով նայեք, այս մեջ պիտի տեսնանք ուրիշ բանը պիտի բացատրեմ, բայց հիմա անցնենք այս քաղաքին չափերը գուտագոր եւ նորեն այստեղ հրեշտակ կգտեսնանք որ այս քաղաքը պետք է չափել քիչ առաջ երթանք այս խոստումները շուտ մտնեմ այս սալիկը հիմա մեկ չնայինք բայց ինչ որ եկեղեցիներուն նսավ մենք այստեղ կտեսնանք որ այնտեղ երրորդ քուխուն մեջ Փիլադելֆիայի եկեղեցին նսավ ես նսավ այդ դաջարը չդեսա ասա այս քաղաքը արև եւ փան բեչունի լուսին որով դաջարը Քրիստոսն է լույսը ինքն է դաջարը ֆիզիկական դաջարը չէ որ պիտի շնվի աբակային նորեն որուն մեջ են պիտի իշխե եւ այլն դաջարը մենք ենք չէ Կորինթացիս գիրքի մեջ գսես Սուրբ Հոգու դաջարը կումարմինը դե եւ հավաքարաբար եկեղեցին անդամները ինքը այս բարձր լերան վրա այս բոլորը գտեսնա որ իրեն կփածվի որ ինչ որ նաեւ Փիլադելֆիայի եկեղեցին երրորդ քուխուն 7-13 համարներուն մեջ նշվեցավ որ նոր Երուսաղեմը գսե ծեր ճակատներուն վրա իր անունը պիտի քրեմ մեր այդ անունը հիմա մեր քո ճակատիդ վրա քրված է իմ ճակատիս վրա որով մենք հաղթանակ տարած ենք Քրիստոսի միջոցով այդ խոստումները մենք խոսեցանք ասոնց մասին վերակալ գրնագներ դեսնալ ուրեմն այս քաղաքին գսե թրները մարգարիտներ էին բարիսները անուններ կային արաքյալներուն եւ Հակոբի 12 ցեղերուն նորեն ֆիզիկական այս ռեշտագը դեսնանք 3 մունից ելքը գչափե որ ֆիզիկական քաղաք չէ որ գչափե որ ինչ որ գիշես Եզեկիելի մեջ դա քրված էր եւ հայտնության քիրքի մեջ դա սերվեցինք եւ որ սերվեցինք այդ 11-րդ գլուխը այնտեղ դաջարը պիտի չափեր ռեշտագը չէ բայց այնտեղ թեր չեր հասած իր գադարելության այստեղ մենք կտեսնանք որ գադարելաբես ոսկի եղեքով կչափվի որ ոնդեղը թեր կավիթը պետք էր որ մնա պետք էր մակրվի սրբակորձվի բաները այստեղ հասել է իր չափին չափը շատ հետաքրքիր է նորեն ընդհանուր չափը որ մեզի գտնվի որ եւ անցնենք այդ չափերում մարգարիտե ամեն մեկու մասին գրնանք ժամեր դալ խոսիլ այս մարգարիտները ամեն մեկը ֆիզիկական մարգարիտներ չեն որ 12 հատ կա ամեն մեկը գիտես ինչքան մեծ բիդելա որ գարձես ֆիզիկական քաղաք մնի չէ ասում մարգարիտը մենք իմաստը պիտի հասկանանք նորեն մարգարիտը որ թարբասներն էին ինչու մարգարիտը գործած է մարգարիտը այդ խուխունջին մեջ կգազմվի չէ թանկարժեք բան է բայց ինչ ցեվով գազմվի գարին այդ խուխունջը մեջ ավազը կմտնա իրեն անանքիստ կնե եւ այդ ավազը այդ քարը ավազը քարը անոր շուրջը կսկսի գազմել ուրիշ այդ կրուստալը եւ երթալեն կմեծնա իր մեջ բայց փայլունորեն ինքին կպաշտպանելու ինքը վրան ասանք շերդերով կսկսի խուխունջը գազմել այս մարգարիտը որ իրեն վնաս չի տա եւ որ փանաս այդ մարգարիտը անես անշուշտ թանկարժեք է եւ ինքը գմեցնա բայց այդ խուխունջը այդ մարգարիտը այդ շնազադենը ինքը այդ միտքն է որ իրեն դարաբանքի մեջ են այդ կստեղծվի որ այդ քեղեցիկ քար չէ բայց ինչ ասենք թանկարժեք աբրանքը քարը ինչ որ է ուրեմն մենք նույնն ենք ասուծո մենք այդ թարբասներու մեջ մտնալու համար մենք խաչին ճանապարհով գմերնինք մեր հին անցին մեր հին մարդը մակրվի գոր սրբակորձվի գոր բայց միշտ փած է գսե թուրերը
Ինչու համար, որով ով որ եկեղեցի մեջ կուզե մտնալ հիմա կրնան մտնալ ելել թագավորները գսե կմտնան ելեն, ով են ասում, այսինքն միան աբակային է կրնան մտնալ ելել այդ առումով որ մենք երբեմն մարմինի մեջ կքալենք, երբեմն հոգին մեջ, բայց դարաբանքներու ճանապարհով այս թրները ներս կմտնանք եկեղեցին, խաչին ճանապարհով կմտնանք այս եկեղեցին մեջ, այս մարգարիտին միտքը այդ է, թարբասները ամենալ այդ մեզի հիշեցնեն որ թուրը փած է, թուրը խաչն է, միջոցն է միտնալու Աստծո թագավորության, բայց մահ կպահանջի, այսինքն մեռնելու մեր հին անձին Քրիստոսի հետ, որ նոր անձ իբրև մտնալով այդ նոր Երուսաղեմը սկսենք վայելել։ Հասկանաս միտքը, չէ՞։ Այո։ Սա այս 12 թուրները նորեն հին գդագարանի մեջ նա 12 թուրներ դարբասներ կային հին Երուսաղեմի, այդ միտքի վրա հիմնած է, բայց հին Երուսաղեմ քաղաքը չէ որ պիտի շնորհի նորեն։ Հիմա գարտանք եւ դեստանք ավարտենք այս միտքերը այս վերջին մի քանի համարներով։ Մենակ թե գուզեի քեզ ասել որ մենք 1 ժամի ավելի արդեն տուն կբացատրես շարունակենք թե ոչ հաջորդ անգամվա բահենք։ Փորձենք ասիկ ավարտենք հիմա որ կարծեվո պիտի ներկայացնեմ մանրամասն։ Շատ լավ։ Ուրեմն Նոր Երուսաղեմը 15-րդ համար ասած ենք ինձի հետ խոսողը ցերկը ոսկե եղեք մը ուներ, որբեսի անով քաղաքը եւ անոր թրները ու անոր բարիսները չափե։ Քաղաքը կարագուսի էր, անոր երկայնությունը լայնությանը չափեր եւ քաղաքը նույն եղեկով 12000 ասպարեզ չափեց։ Անոր երկայնությունը ու լայնությունը եւ բարձրությունը հավասար էին։ Անոր բարիսպը 144 կանկուն չափեց, մարդու չափով, այսինքն հրեշտակին չափովը։ Անոր բարիսպին շինվածքը հասպիս քարե էր ու քաղաքը զուտ ոսկի էր մաքուր աբագիի նման։ Քաղաքին բարիսպին հիմերը ամեն տեսակ բադվական քարերով զարդարված էին։ Առաջին հիմը հասպիս էր, երկրորդը շապյուղա, երրորդը կաղգետոն, չորրորդը զմրուխտ, հինգերորդը եղնկնակար, վեցերորդը սարդիոն, յոթներորդը ոսկեքար, ութերորդը փյուրեղ, իներորդը դբազիոն, 10-րդը քրիսոբրասոս, 11-րդը հագինդ, 13-րդը ամետոս։ Եվ 12 թրները 12 մարգարիտ էին, ամեն մեկ թուրը մեկ ամբողջ մարգարիտ էր ու քաղաքին հրաբարակը մաքուր ոսկի էր տափանցիկ աբագիի նման։ Այո, այսինքն ինչ քեղեցիկ պատկեր մնե բավականին կդեսնա եւ շատեր այս պատկերին վրա ֆիզիկական գսեն եւ ինքը ասենք տրախտի բեստեղը պիտի լա ոսկեն ճանապարհներ պիտի լան եւ այլն սիրելիս ոսկին մեզի համար ամենամեծ արժեք ունեցող բանը Քրիստոս ինքն է քարնուգն է ոսկի ասենք մեզի մարդկային օրեն ինչպես զուզումբի գրագի լիճը գսե գվարվեր եւ այլն այսինքն մարդկային օրեն մեզի հասկացնելու էր դարաբանքները հիմա այստեղ մեզի մարդկային օրեն կփորձենք որ հասկացնել քեղեցկությունը բայց շատ ավելին է եւ Քրիստոսն է այդ կետրոնը ոչ թե շենքը կամ շենքը կամ քաղաքը այլ ուր որ պիտի փնագին կանշուշտ ֆիզիկապես պիտի փնագինք նոր մարմիններու մեջ շատ սիրուն պիտի լա բայց միտքը այն է որ մենք ենք այդ փնագարանը բնակարանը գտարնա որ Աստծո ներկայության վայրը որը մեր մեջ կփնագի որ քարնուգը եւ այստեղ մարգարիտներուն անունները բաները գուտա մեկ չպիտի նայենք որ մգրնանք այդ ավելի խորս դողություններն բայց միտքը այն է որ այնինչ որ քահանայաբեդը իր դոշին վրա պիտի հակներ 12 քարեր գտներ եւ գմտնար սրբության սրբոցը այնտեղը պաշտելու Աստված եւ ներկայացնելու Իսրայել ժողովուրդը Աստծո առջև եւ իր գուցքին վրա հակած էր այսպես քարագուսի լանջ խաչե բայց լանջի պես լանջ վիզնոցի պես բամը որում քարերը 12 թանկարժեք նույն քարերը քույները որ կներկայացներ 12 ցեղերը Աստծո առջև եւ ինքը գաղութեր Աստծո ժողովրդին համար եւ Աստծո գխնդրել օրհնությունները ժողովրդի համար իր գուցքին վրաներ այդպես այս քարերը Աստծո ներկայության վայրն է եւ այս քարերը մենք ենք Եփեսացիս 2-րդ գլխի 18-ին 20 համարներում մեջ գսե որ մենք ենք գենթանի քարերը արաքյանները շուներն են Քրիստոս է անգյունակարը թանկարժեք այսպես հասպիսը ինքն է մենք գարդացոլանք իր լույսը եւ գսե այս կարևոր է այս չափերը նայ շատ մսուփիկներ կփոխեն
եւ գսեն 1600 կիլոմետր է կամ մողոնով գուտան կամ կիլոմետրով լավ չէ որ այդպես փոխեն բնակիչի մեջ գսե 12000 գանքուն այս 12000-ը նորեն փոխաբերական միտքը գործնվի եթե թարգմանենք եւ փոխենք կիլոմետրի կամ մողոններով բնական բնակիչը հունարենով եւ շատ հայերենով լավ թարգմանությունները կբահի ասիկա իբրև խորանած քարագուսի 12000 ինչու որով 12 գխորթանշե աստծո գարավարություն աստծո ժողովուրդը եւ 1000 այսինքն ընդհանուր աստծո ժողովուրդը եւ ուրեմն այստեղ հասեր է իր հասագին հասեր է այն ինչ որ քիչ առաջ ինձ գարցներ որ մինչև բոլորս հասնենք Քրիստոսի կատարյալ հասագին չափելը այդ է կչափել որ հարսը հասեր է հարսը հասունցել է եւ ոսկի եղեքով այս անգամ հասած է եւ ինչ է չափելը 12000 բարձրություն երկայնություն լայնություն այս կխորհրդանշե 5 դագարանի սրբության սրբոցը որ խորանին եւ որ քավիթը գար սրբության դարածքը գար սրբության սրբոցոն մտնեիր խորանալ քարագուսիեր այդ որ գուզե նայել կրնա նայել առաջին թակավորած քիրքին 6-րդ գլխու 20 համարը սրբության սրբոցը քյուբ էր եւ ուրեմն ասիկա մենք ենք հիմա սրբության սրբոցին վայրը մենք ենք հիմա մենք այլևս պետք չունի գսպասում որ քաղաքն ինչնա որանալա թուն եւ ես հիմա այս քաղաքն ենք հավաքարապար բոլոր սուրբերով եւ երկինքի եւ երկրի վրա անոնք որ ննչած են եւ անոնք որ կան այս պատկերը այդ կխորտանշի հիմա մենք ենք այս ինչ որ կտեսնենք եւ Քրիստոս մեր մեջն է այս նաեւ այս միտքը Եզեկիելի 48-րդ քուխուն մեջ այնտեղ կչափի այդ քաղաքը եւ 11-րդ քուխուն մեկ համարը հայտնության քիրքին այնտեղ չափեց եթե գիշես ուրեմն այս քարերը թանկարժեք ուզեմ որ ասել որ եթե մի բարդեզն է վերագանքնված ինչ որ եթե մի բարդեզն էր որ քարերով գիտես քիղեցկության մեջ այս նոր քաղաքն է Եսայա մարգարեի 54-րդ գլխի 11-12 համարներում մեջ կխոսի այսօր մասին Ելից քիրքի 28-րդ գլխի մեջ կխոսի այդ դոշին վրա այդ քարերը այդ որ եթե մի բարդեզի մեջներ այդ թանկարժեք քարերը հիշված է ծննդոց քիրքի երկրորդ գլխի 11-12 համարներում մեջ եւ ասունք ֆիզիկական օրեն չառնենք որ այս է քաղաքը այլ որով գսե չէ Պողոս Արաքյալ առաջին Կորինթացիս 3-րդ գլխի 12 համարի մեջ գսե որ պիտի Աստված մաքրե սրբե իր եկեղեցին ինչպես ոսկին եւ արձաթը եւ թանկարժեք քարեր գրագեն պիտի անցնի այս է մենք գրագեն անցած այստեղ ներկայացված ենք իբրև այս քեղեցիկ քաղաքը ինչ որ գմնա ոսկին է արձաթն է այսինքն անցած է գրագին փորձություններ են դարաբանքներ են որում մենք խոսեցանք կանցնի եկեղեցին առաջին գլուխեն մինչև այս վերջին գլուխը եւ ուրեմն դաջար պետք չի գասե ինչու որով քարնուգն է դաջարը այլևս այս քաղաքը քաղաք չէ ֆիզիկական եկեղեցին է դաջարով է այդ քաղաքի մեջտեղը Քրիստոս քարնուգն է ինքն է մեր մեջն է եւ մենք իր մեջն ենք իր ներկայությունն է Եսայա 60:19 գսե որ հավիտենական լույսն է Եզեկիել 48:35 գսե դերը այն դեր է գսե այդ քաղաքի մեջ նոր գդակարանի 4-րդ գլխի 23-24 համարներում մեջ գսե անոնք որ իրեն կպաշտեն հոգիով եւ ճշմարտությունով գիսես Հիսուսը սավ սամարացի գնոց այլևս այդ Երուսաղեմը քաղաքը դաջարը չէ որ կարևոր է այդ դաջարը Հիսուսը սավ քարի վրա պիտի չմնա ետ շնվելու պետք չունի այդ դաջարը ոչ մեկ օգուտ չի պիտի դա եթե շատեր մեկնաբանեն որ դաջարը նորեն պիտի շնվի ներանդե պիտի իշխե դաջարը վերջ Քրիստոս անդրեն պիտի իշխե բոլոր երկրի վրա դաջարը հիմա մենք եկեղեցին ամեն համայն աշխարհի մեջ տարածված արդեն դերը մեր միջոցով եկեղեցի միջոցով իշխե եւ ուրեմն հայտնության 7-րդ գլխի 15 համարը այնտեղ գսե որ իր ներկայությունն է իր դաջարը անցնի 23 համարը բան այստեղը ուրեմն 144000 գանքուներ գսե նորեն 144 ինչ է 12 անգամ 12
բادر այսինքն մենք պաշտպանված ենք Տերոջով եկեղեցին հրեշտակը չափե ապա հասպիսի մասին խոսեցանք այս կանցնի եւ 19-րդ համարի մեջ գսե որ այս քաղաքը գսե հասպիս քարի նման եւ մյուս քարերուն անուններն ագուտա եւ 12 քարերու անունները ասինք այստեղ գտեսնանք քարերը նկարի մեջը որ ի վերջո այս քարերը այս քարերն են որ եբրայերենով մեկը Ռուբենին ցերներ մեկը Հութայի ցերներ Նեֆտալի այս ինչն էր որ քանային դոշի վրա գտեսնաս ասենք նկար մգա քանայաբեդը եւ որ սրբության սրբոցը կմտներ ադիկա ինքը գահակներ իր վրա այդ միտքն է բայց հիմա քաղաքի միջոցով ներկայացված է որ մենք ենք այ քանայաբեդը այստեղ նորեն շատ շուտ նկարները տնեն որ տեսնանք այդ քարերը ամենալ ունեին ամեն ցեղերուն հետ կապված եւ ելից 28-րդ գլխում մեջ կրնակ 15-ին 21 համարները եւ 29-ին 30 համարներում մեջ կարդալ եւ քաղաքն ալ այցեւ բանը խորանը այցեւ ներկայացված էր խորանը նայ մեջտեղը դիլար որ հիմա այստեղ խորանը Քրիստոս քարնուգն է եւ բոլոր մյուս ցեղերը այդ խորանին շուրջը դիլային 5 դարանի մեջ հիմա ժամանակ չունենք ամենում մեկ մտնալու բայց այս պատկերները ամեն 5 դարան առնված են հիմա այս քաղաքը ունի քեդմը եւ մենք պիտի անցնենք այս քեդը նայենք 12 այդ աբագերեն բաները դեկոսեցան անոր մասին մարգարիտները որ ասինք միջոցն է դարբասներուն 21-ին 21 ու 22-ին 24 համարները հաջորդ մեր հանդիպումին գնայինք եւ այնտեղ գավարտենք Գամ հիմա ավարտենք, քանի որ արդեն ավարտած ենք։ Լավ, մի քանի համար մնաց։ Մի քանի համար է, այսինքն ավարտենք քիչ մը գներեք, որ քիչ մի երկար դրեց, բայց շատ հետաքրքիր է, բայց մենք ուզենք ասոր մասին ավելի աբակային հարցումներ դրվին եւ ավելի խորը համարներ փանանք նայենք կարդանք։ Ուրեմն գսե արևին ամենաառաջ գսե որ 21 համարի մեջ այս մարգարիտները բան դարբասներն էին եւ բան այնտեղ գրնայինք քարնուգն էր լույսը այս խորանին okay քարնուգն այ լույսը գտեստանք որ այդ ետրոնը քարնուգն է Քրիստոս է ինքն է լույսը եւ այս լույսը գերեւնավոր եւ Եսայի մարգարեության 60-րդ գլխի 19 համարը գսե հավիտենական լույսն է Եզեկիել մարգարեության 48-րդ գլխի 35 համարը դերը այնտեղ է եւ այս բոլորի մեջը մենք արդեն խոսեցանք ինքն է որ գլուսավոր է ամեն բան so եւ գսե ազգերը իր լույսով գարաչնորթվեին ասիկա 24-րդ համարի մեջն է 24-րդ համարի մեջը ազգերը իր լույսով գարաչնորթվեին եւ թագավորները իրենց փառքը գբերեին այս քաղաքի մեջ Հիմա թագավորները ով են? Թագավոր մենք քահանայության թագավորություն ենք, չէ՞։ Ելից բան հայտնության 4-րդ գլխի մեջ այնտեղ տեսանք երեցները իրենց թագերը քարնուգին արչև գտնեին։ Իրենց փառքը յետ կփերեին, ասելով որ մեր փառքը թունես որ մեզի բոյ մենք ինչ որ արժեքավորված ենք, քեզ մի արժեքավորված ենք։ Սիոն սարը որ գուքանք այս դեղն է որ քարնուգն է, որ Եսայի 60 գլխի մեջ երրորդ համարը եւ 5-րդ համարը եւ 11 համարը գսե թագավորները իրենց փառքը գբերեն Սամոս 72 Սամոսի վրա հիմնված 10-11 համարներում մեջ գրված է ամեն ինչ որ գլա որ հիմա արդեն կկատարվի որ ով որ գավ աշխարհի առաջնորդներ ղեկավարներ անհատներ մենք ամեն անգամ որ ներս դուրս կմտնենք այս քաղաքը եկեղեցին Ասո ներկայության մեջ հոգիով եւ ճշմարտությունով իրեն կպաշտենք մենք գբերենք այդ փառքը որ դերոջ կպատկանի գիշես բան Մատթեոսի 2-րդ գլխի մեջ 11 համարի մեջ գիշես որ թագավորները եկան եւ զմրուխտ եւ հալվա եւ վամփերին Քրիստոսի այս պատկերն է որ ամենքս իրեն գբերենք որ ինչ որ ունենք արդեն իր մե դրված է եւ իրեն կպատկանի մենք կփերենք իրեն ոտքերուն գիրագի օրը պաշտամունքի ընթացքին, փարափանության ընթացքին, քանան անգամ թակը գանե խորանի վրա գտնեսելով որ ես չեմ ալթունես, այդ միտքերը, okay, այստեղ ո եւ մեկ դարբասները կոչված չեն, այս
Եսայա 60 քուխու 11 համարի եւ Զաքարիա 14-րդ քուխու 7 համարի մեջ գսե այնտեղ նույնիսկ մտություն չի կա այս քաղաքի մեջ, խավար չի կա։ Okay? So անցնենք 26 համարը, 25 համարն խոսեցանք, միշտ բաց է դարբասները, թագավորները իրենց փառքը գբերեն եւ գուզեմ որ կարճ որ անսել որ այս ինչ որ ծնունդոց քիրքի մեջը սկզբնական դերը երկինք ու երգիրը ստեղծեց հիմա նոր երկինքը կստեղծվի այնտեղ արևը ստեղծեց առաջին քուխուն ծնունդոց 16 համարի մեջ հիմա այլևս արևին գարիքը պետք չի կա որով քարնուգն է արևը ծնունդոց քիրքի մեջ քիշեր մի չլա գսե առաջին կամ քիշերը ստեղծվել քիշերը եւ խավարը լույսը ստեղծեց առաջին քուխու 5 համարը այստեղ 21 համարի 25 համարի մեջ գսե այլևս քիշեր մի չլա այնտեղ Աստված առաջին քուխու 10 համարի մեջ ձովը ստեղծեց այլևս ձով չի կա որ ամեն բան ինչ որ ծնունդոց քիրքի մեջը կքանթվի եւ նորը կստեղծվի որ առաջին քուխներում մեջ 3-րդ քուխուն 14-ին 17 համարի մեջ անեց կմուտք ունեցավ հոս այլևս անեց չի գա 22-րդ քուխուն 3-րդ համարի մեջ Բատնության մեջ մահը մտավ 3-րդ քուխուն 19 համարը ծնունդոց քիրքի մեջ այստեղ 21-րդ քուխուն 4-րդ համարի մեջ այլևս մահ չի կա մարդը վթարված էր գենած ծարեն 3-րդ քուխուն մեջ ծնունդոց քիրքի 24 համարի մեջ ոստեղը մարդուն վիճակը վերականգնված է 21-րդ քուխուն 2-րդ համարի մեջ եւ ցավ ու մահը մուտք ունեցան ծնունդոց 3-րդ քուխու 17 համարի մեջ այլևս կսե 21 քուխու մեջ 4-րդ համարի մեջ կսե այլևս սուկ լաց ցավ մահ վիճի չլա ուրեմն գտեսնանք ինչքան բաներ կրկնվեցան եւ հասանք մենք այս 20 քուխեն միջև 23-րդ քուխուն 21 համարներուն ավարտը այս բոլորի մենք այստեղ կհասնենք որ Քրիստոսի երկրորդ քալստան նոր երկինք նոր երկիր ուրեմն այստեղ ավարտենք հաջորդ անգամ միանանք 23-րդ քուխը կընթերցենք եւ կարին քույր քեզի կփոխանցեմ այո եթե ուզես PowerPoint-ը վերցնես Սահիգա ասկան քիդուչուն ասկան հիշողություն Վստահ եմ, որ ամեն մարդ նույն բանը կստե իր միտքեն, ավոտեցեք Պիտերին համար, եւ ապակային կրնանք շարունակել, օրինակ ասքարերուն մասին կրնանք ավելի բացատրություններ առնել, քանի որ մենք մնես, որ դերը քեզի դված է, պետք է ժողովուրդը օգտագործե եւ լսե եւ սորվի քեզմե։ Շնորհակալ եմ ասաշխատանքին համար եւ Ելնեմ ասալս Բարյամը, որ այս 21-րդ քուխում 27 համարի մեջ ոչ մեկ բիղծ բան չի գնար մտնալ այս քաղաքի մեջ Այսքան միան աբակային համար չէ, ասել է որ թեր բիղծ բաներ կան որ գրնան մտնալ ելալ եւ թակավորներ որ կան եւ որ անոնք որ թեր շնություն գնեն եւ այլն հարց այն է որ Սամոս 1-ը որ անցյալ անգամ ընթերցեցի արդարներուն ժողովքի մեջ բիղծ բանը չի գրնալ երկար քոյատել չի գրնալ մուտք ունել չի գրնալ մտնալ այո շենքի մեջ եկեցին գրնալ մտնալ այսպես անցել բայց հոգեվորաբես չեն գրնալ վայելել այս ներկայությունը Աստծո անոր համար Եսայի 53-րդ քուխուն 1 համարը գսել ոչ մեկ բան Սուրբ Սիոն սարը չի գնար ունենալ այդ մուտքը որ սուրբ չէ ուրեմն արդարության եւ ամփարիշտին մեջ տարբերություն գտնե Աստված ինչպես որ գսե գենաց քիվքին մեջ գրված է միան անոնց անունները Ղուկասի 10-րդ քուխու 20 համարը որ քարնուգին վստահեցան եւ այսօր այդ է մեր փապակը որ ամենքը սա ունենանք ով որ գլսե որ չէ արած այդ քայլը ունենա այդ մուտքը այս քաղաքի մեջ հիմա այսօր եւ այլը այս բոլոր Աստծո ներկայության բարիքները ամեն Պիտերը գուզեմ որ աղոթքիդ մեջ հիշես բոլոր ադոնք որոնք հետևին քեզի եւ իրենց սրտի մեջ կսեն Իրանի եսա իրեն չափկիդություն ունենամ Իրանի եսա իրեն բեսիշողություն ունենամ գուզեմ որ ինչ որ ունիս փոխանցես մեզի որբեսի Ad odzuma anstimizial. Այո, մենք ամբիդան, ես ամբիդան զարայեման շուշտ քիդությունը գրնա հբարդություն փելել եւ անոր համար Աստված Բողոս Արաքյալին ալ փուշ մտավ գսե իր մարմինի մեջ որ խոնար բայրեն եւ մենք միշտ պետք է խոնարը լանք եւ որքան սորվիկ թեր գրնանք սորվիլ ես շատ բաներ կան որ թեր գսորվի այս քիդքի մեջ
միջոցով եւ գուզեմ փոխանցել եւ բաներ կան որ սորված են որ ժամանակ չի գա այդ բոլորը մեկ անգամ են դալու բայց աբակային արիտներ գլա ինչպես ասիր ավելի օր գուտանք աղոթենք որ դերը հիմա մեզի այդ շնորհքը դա որ վայելենք հիսեր դեր Հիսուս շնորհակալ ենք այսօր որ մեզի նորեն բացիր խորունկ բաները խոսքիդ հոգին մեջ հոգին այդ խորունկ բաները դեր շարունակի մեր միտքերը նորոգել, մաքրել, սրբել այս մարգարեության խոսքերուն միջոցով, որ Քրիստոսի միտքը ունենանք եւ վայելենք, ճաշակենք, կարողանանք միշտ մտերիմ այս պահերը վայելել այս նոր քաղաքը մենք լինելով, որ քու ցերկովը չնված է, քաղաքացի ելալ այս քաղաքին, հիմա կվնե, մեր անունները գնաց քիթ մեջ գրվելով։ Դեր շնորհ է ով որ գլսե մեջ ավելի զարավը ստեղծե իմ մեջը սկարին քուրոջ եւ բոլոր լսողներուն որ ավելիով խորանակ եւ իմ տվածես ավելիով ուրիշ հովիվներ ուրիշ առաջնորդներ ուրիշ ուսուցիչներ վարդապետներ առաջ բերես քանի որ հունց կշադե փայծ մշակները քիչ եւ դարածվի այս համայն աշխարհի մեջ սկսելով մեզ հայերեն ինչու՞ չէ Սփյուռքի եւ Հայաստանի բոլոր մեր եկեղեցիներու մեջ եւ այս արտոնությունը դարածվի բոլոր ազգերու մեջ դեր ապաշխարություն շնորհե մեզի խոնար բահե որ ավելիով թեր ինչ որ գուզես մեզի սորվեցնել բաց միտքով ընդունագանք եւ վայելենք 30 60 եւ 100 ավելի հայտնություններ Հիսուսի անունով գխնդրեմ այս բոլորը հայր որդի եւ սուրբ ոգի հալելույա ամեն Ամեն, ամեն, շատ շնորհակալ եմ Պիտեր։ Սիրելի քույրեր եւ եղբայրներ, կտեսնվենք քարշաբաթ։ Շնորհակալ եմ։